Սպորտային գրադարան Ժոզե Մորինյո Ֆուտբոլային մարզիչ Յուրահատուկը Մտքերը և խաղը փոխողը Ռոբերտ Բիզլի Ավելի մոտ և անձնական Մաս առաջին Բոլթոն արտագնա Ողջույն բոլորին, շարունակում եմ իմ հեղինակային հաղորդաշարի, սպորտային գրադարան հաղորդաշարի, վիդեո կոնտենտի, հերթական վիդեո հոլովակի նկարահանումը, որը նվիրված է մաս առաջինին։ Հիշեցնեմ, որ գիրքը կոչվում է Ժոզե Մորինյո, Up Close and Personal, գլխավոր հերոսն է Ժոզե Մորինյո, իսկ հեղինակն է Ռոբերտ Բիզլին, բավականին անվանի լրագրող, ամբողջ Բրիտանիայում, մասնավորապես Անգլիայում։ Նրա հոդվածները մեծ տարածում և մեծ հեղինակություն են վայելում ամբողջ բրիտանական աշխարհում։ Ինչպես նշեցի, առաջին մասը կոչվում է Բոլթոն արտագնա և հետաքրքիր դրվագ է պատմում հեղինակը իր կենսագրությունից, իր ունեցած փորձից հենց այդ խաղի հետ կապված։ Բոլթոնի դեմ արտագնա հանդիպում էր անցկացնում Լոնդոնի Չելսին և հաղթանակը այդ խաղում ապահովելու էր չեմպիոնությունը Չելսիի համար 50 տարի անց, վերջին անգամ նրանք 1955 թվականին էին նվաճել չեմպիոնական կոչումը և 50 տարի անց այդ հնարավորությունը կար։ Եվ հետաքրքիր դրվագ է պատմում հեղինակը իր կենսագրությունից, մասնավորապես նշում է. դեռևս 5 րոպե կար հիմնական ժամանակի ավարտին, պատմում է հեղինակը, բայց ես ծերտմեցի ուղարկել կոճակը և էլեկտրոնային փոստով ուղարկեցի իմ հոդվածը վաղաժամ։ Ֆրենք Լեմպարդի 2 գոլերը ապահովել էին հաղթանակը Բոլթոնի նկատմամբ։ Ես մտածում էի, եթե որևէ դրամատիկ փոփոխություն լինի խաղում, ապա կզանգեմ գրասենյակ և կխնդրեմ խմբագրել հոդվածը։ Բայց իմ մտքում ես համոզված էի, որ գործն արված է, job done, նշում է հեղինակը, և ոչ միայն ինձ համար, այլև Չելսիի համար, Մորինյոյի համար։ Շաբաթ օր էր, 30 ապրիլի 2005 թվական։ Ռոբերտ Բիզլին, հեղինակը, շարունակում է իր կենսագրական հուշերից պատմել։ Արագ ոտքի կանգնեցի, դուրս եկա մամլոխացիկից և շտապեցի ներքև Բոլթոնի մարզադաշտի աստիճաններով։ Չէի ցանկանում կորցնել պահը Չելսիի հետ կիսելու չեմպիոնական նվաճումը։ Հեղինակը նաև պատմում է, որ բոլորը Մորինյոյի հետ միասին անհամբեր սպասում էին մրցավարի եզրափակիչ սուլիչին։ Մրցավար Սթիվ Դանը ազդարարում է խաղի ավարտը և համոզիչ 2-0 հաղթանակը Չելսիի Բոլթոնի նկատմամբ։ Չելսին ապահովում է չեմպիոնությունը 50 տարի անց, 2 տուր առաջ մինչև մրցաշրջանի ավարտը։ Ես հետևում էի այդ ամենին ոչ միայն որպես սպորտային լրագրող, այլ նաև որպես երկրպագու, ով երկար տարիներ սպասում էր, որ իր թիմը կհաղթի լիգան։ Ես նայում էի Մորինյոյին, ով ըստ իս գլխավոր անձն էր այս հաղթանակի, այս տրիումֆի, նա տոնում էր հաղթանակը ֆուտբոլիստների հետ միասին, և ես մոտեցա նրան։ Շնորհավորում եմ, հիանալի աշխատանք է, շնորհակալություն, և ես հաջողացրեցի ևս մի քանի հարց տալ Մորինյոյին։ Ինչ զգացողություն ունեք, ինչպես ձեզ մոտ այս ամենը ստացվեց, որքան ժամանակ պահանջվեց չեմպիոնության համար։ Հեղինակը համեստորեն նշում է, որ ընդհանուր առմամբ պարզ պատասխաններ հնչեց Մորինյոյի կողմից, բայց կարևոր այն էր, որ նա չկարողացավ միջամտել այդ դրվագին և չկորցնել պահը և զգալ այն ամբողջ ջերմությունը, որը որ առկա էր Բոլթոնի մարզադաշտում Չելսիի շուրջ։ Այս ամենի մասին ջերմորեն պատմում է հեղինակը։ Հեղինակը անդրադառնալով իր վերջին հարցադրմանը այդ խաղի ընթացքում, որը հաջողացրեց տալ Մորինյոյին, նշում է, որ ես իրեն հարցրեցի, ինչ եք պատրաստվում հիմա անել։ Մորինյոն պատասխանեց, ես պատրաստվում եմ զանգել կնոջս Մատիլդային։ Յուրահատուկ զգացողություններ այդ ժամանակ հեղինակի մոտ պատմում է հեղինակը, որ հասկացավ, թե որքան կարևոր է այդ մոգական, այդ երանելի պահը կիսել հենց առաջին ընտանիքի հետ, հենց առաջին կնոջ հետ, երեխաների հետ։ Եվ այդ քայլը խոսեց առավել, քան Մորինյոյի մասին որպես մարզիչ, այլ որպես մարդ, որ այդ մոգական պահը ցանկանում է կիսել կնոջ հետ և երեխաների հետ։ Մորինյոյի հաղթանակի մասին մի փոքր ավելի
ժամանակագրական հերթականությամբ եւ թվերով։ Սկսենք սկզբից։ Այս մասին բավականին մանրամասն իր գրքում պատմում է նաեւ հեղինակը։ Ժոզե Մորինյոն 2004 թվականի օգոստոսին մեկնարկային տուրում տպավորիչ հաղթանակ է տոնում Մանչեսթեր Յունայթեդի նկատմամբ 1-0 հաշվով։ Սր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը պարտություն է կրում մեկնարկային դեբյուտային, այսպես մրցաշրջան սկսող Ժոզե Մորինյոից, ինչը սկսում է տպավորել ոչ միայն տպագրվել եւ տպավորել ոչ միայն անգլիական մամուլում եւ անգլիական երկրպագուների շրջանակներում է սկսում շրջանառվել այդ լուրերը, այլ նաեւ համաշխարհային տարածում է ստանում։ Չնայած եւս մի քանի հաղթանակների Լոնդոնի Չելսի այդ զուգահեռաբար ընթացող ժամանակահատվածում ավելի տպավորիչ հաղթանակներ եւ ավելի տպավորիչ ցուցանիշներ ունենում լոնդոնյան մեկ այլ թիմ։ Զինագործները Արսեն Վենգերի գլխավորած Լոնդոնի Արսենալը։ Լոնդոնցիները կարմիր եւ սպիտակ գույնը մարզաշապիկով ֆուտբոլիստները հիմնականում տպավորում էին իրանց այն խաղով, որոնք նրանք ունեցել էին նախորդ մրցաշրջան, իսկ նախորդ մրցաշրջան նրանք ավարտել էին առանց որևէ պարտության։ Եվ նրանք շարունակում էին սերիա 49 խաղից բաղկացած 49 խաղ նրանք պարտություն չէին կրել։ Բայց նոյեմբերի 6-ը բեկումնային է դառնում երկու թիմերի համար։ Լոնդոնի Արսենալը 2-0 պարտություն է կրում Մանչեսթեր Յունայթեդից, իսկ Լոնդոնի Չելսին հաղթանակ է տանում Մերսիսայդյան Էվերտոնի նկատմամբ։ Արդյունքում Լոնդոնի Չելսին բարձրանում է առաջին հորիզոնական եւ այնտեղից չի իջնում ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Հիշեցնեմ, որ նրանք ավարտեցին չեմպիոնությունը, նվաճեցին երկու տուր առաջ մրցաշրջանի ավարտից։ Ցուցանիշ, որով առանձնապես չէ զարմացնի ժամանակակից աշխարհում, բայց նրանք 8 միավորով գերազանցեցին երկրորդ հորիզոնականը գտնվող թիմին, 11 միավորով երրորդ հորիզոնականը գտնվող թիմին եւ 34 միավորով չորրորդ հորիզոնականը գլխավորող թիմին։ Գրանցեցին 29 հաղթանակ, որը ռեկորդային ցուցանիշ էր այդ ժամանակահատվածի համար։ Իմիջիայլոց այդ ցուցանիշը պահպանվեց մինչև 2016-17 թվականը, երբ նույն Լոնդոնի Չելսիում Անտոնիո Կոնտեն կարողացավ 30 հաղթանակ տոնել եւ արդյունքում գերազանցել այդ ռեկորդը։ Նրանք գրանցեցին 29 հաղթանակ, 8 ոչ ոքի, 1 պարտություն եւ միակ պարտությունը 1-0 հաշվով նրանք կրեցին Մանչեսթեր Սիթիից։ Թիմ, որը ներկայիս Մանչեսթեր Սիթիի հետ առանձնապես կապ չունի։ 15 արտագնա հաղթանակ, որը մինչ օրս պահպանվում է եւ չի գերազանցվել։ 15 բացթողած գնդակ, որը ցուցանիշ, որը մինչ օրս նույնպես չի գերազանցվել։ 25 անգամ անառիկ են պահել դարպաս այդ մրցաշրջանի ընթացքում, ցուցանիշ, որը նույնպես չի գերազանցվել։ 95 միավոր, նրանք վաստակեցին այդ ժամանակահատված, որը բավականին տպավորիչ էր այդ ժամանակահատվածի համար եւ կա ժամանակահատված թիմերը չեմպիոններին նվաճում 89, 90, 87 միավորներով նույնիսկ։ Մորինյոն ճանաչվում է մրցաշրջանի լավագույն մարզիչ, Ֆրենկ Լեմբարդը 13 խփած գոլով եւ 18 կատարած գոլային փոխանցումներով ճանաչվում է լավագույն ֆուտբոլիստ, իսկ սկսվում է Չելսիի համար նոր դարաշրջան։ Ոչ միայն Չելսի, այլ նաեւ Պրեմիեր լիգայի համար նոր դարաշրջան։